Չէ, բայց դուք մի հատ հետո կադրում նայեք։ Լավ ենկանով, որ 4 կողմ ամեն ինչ նորմալ է, որպես Ռոբերտ Օլաղչյան, ընտանիք, աշխատանք, գործ, ամեն ինչը։ Վատ ենկանով, որ 70-ը թիվ է արդեն, էլի։ Ոնց որ թե ավելի քիչ աշխատելու, եթե ստացվի իհարկե իմ մոտ։ Նա աշխարհ եկավ ոչ թե պարզապես ապրելու, այլ ապացուցելու, որ նույնիսկ ամենաանհավանական սցենարները կարելի է դարձնել իրականություն։ Ես ծնվել եմ 1956 թվականի մայիսի 16-ին Լեննագանում, այսօր ասում եք Գյումրի, բայց իմ համար դեռ մինչև այսօր է Լեննագան, ոչ թե Լենինական, այլ Լեննագանում եմ ծնվել։ Լեննական, քաղաք, որտեղ հումորն ավելի ուժեղ է, քան ճակատագիրը, որտեղ լուրջ ավելի ուժեղ է, քան դատարկ արկածախնդրությունը։ Մի քաղաք, որտեղից սկսվում է մեր պատմությունը։ Ծնվել եմ արվեստագետի ընտանիքում, հայրը շատ ճանաչված պարուսուց եղել, ընդ մինչև բարի պետագանի բալետմեստր եղել, արվեստագետ եղել եւ մեր տունը միշտ արվեստագետների համար բաց է եղել։ Ինչպես սովորական երեխաները, երբ որ ծնողները աշխատում են, մսուր, մանկապարտեզ, 6-7 տարեկանից սկսել եմ նամականիշ հավաքել։ Եվ ես առաջին օրից այդ առաջի բառն է գալիս առնում, առաջի ֆիլատելիստների միության հիմնադիրը եւ նախական եմ եղել Գյումրու, Շիրակի Դաշտավայրի ֆիլատելիստների միության նախական եմ եղել։ Այս ամեն ինչը վերաբերում է ֆիլատելիայի ցուցահանդեսներին, 81 թիվ, 70 թիվ, 78 թիվ։ Ունեցել եմ նաեւ սպորտային հաջողություններ։ Փոքր ժամանակվանից եղել եմ շախմատի մասնագետ, ես հասա մինչև առաջի կարգ, բայց նաև որպեսզի մի քիչ ֆիզիկականը կազդուրեինք, ես նաև պարաբել եմ ծանրամարտով։ Մենք միասին պարաբել ենք Վարդան Միլիդոսյան, օլիմպիական պրիզիոր, աշխարհի չեմպիոն, Յուրի Վարդանյան, աշխարհի չեմպիոն, մենք յուրի հետ մասնակցել ենք նաև ուսանողական ունիվերսիադայի սովետական միության եւ իմ կյանքում միշտ հետաքրքիր է, որ առաջի թիվը, այսինքն մեկ թիվը միշտ ինձ հետևել է, այսինքն մի լավ է, վատ է, չգիտեմ, բայց այդ ձև է եղել, այսինքն ես եղել եմ Գյումրու առաջի մաթեմատիկական թեկումով Մաշտոցի դպրոցի շրջանավարտը, գերազանցությամբ։ Մաթեմատիկա, թվեր, բանաձևեր, երբ մյուսները փորձում էին հասկանալ կյանքը, նա փորձում էր լուծել այն։ Որից հետո ընդունվել եմ Երևանի Պետական համալսարանը, եղել եմ առաջի Պետական համալսարանի առաջի կիրառական մաթեմատիկա, կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտը։ Ընդ որում եղել եմ Անամբիոնում, որի ղեկավարը եղել է աշխարհահռչակ գիտնական Սերգեյ Նիկիտիչ Մերգելյանը, այսինքն առիթ ունեցել եմ իր հետ շփվել, գիտական գործունեությամբ զբաղվել եւ համալսարանը ավարտելուց հետո ուսանել եմ Մոսկվայի ՍՍՀՄ այն ժամանակվա գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան, որից հետո եկել եմ Գյումրի, Գյումրիում 18 տարի աշխատել եմ մաթեմատիկայի ամբիոնում դոցենտ, հազարավոր ուսանողների եմ դասավանդել։ 17 տարի, 18 մենագրություն ու հոդված, դասախոսություններ։ Նա սովորեցնում էր լուծել ամենակարևոր խնդիրը՝ երբեք չհանձնվել։ Երդասարդ դարձել եմ ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, խոսում եմ 70-ական թվականների վերջ եւ 80-ական թվականների սկիզբ, երբ ես դասավանդում էի արհեստական ինտելեկտի մասին դասախոսություններ եւ երևի բացի ինձնից ու երևի ես էլ այդքան չէ, ուսանողների 90% չէին հասկանում ինչի մասին էի խոսում։ Ու մի օր նա լուծեց մի խնդիր, որն ուրիշները թողել էին։ Ապագային։ Եվ ասեմ, որ զարմանալիորեն իմ դիսերտացիայի թեման կոմպյուտերային ցանցերի վերաբերյալ էր եւ այդ խնդիրն էր, որ ես լուծեցի եւ դրա համար ստացա գիտական կոչում։ Մինչեւ այսօր իմ գրած գրքով Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում դասավանդում են հաշվողական տեխնիկա առարգան։ Դոցենտ,
ինստիտուտում դասախոս, ամեն ինչ նորմալ, մնում էր ինչ, մնում էր ընտանիք կազմել։ Եվ ես ամուսնացա 1982 թվականին մեր քաղաքի գեղեցկուհիներից մեկի Սեդա Սարգսյանի հետ։ Երբ որ մենք ամուսնացանք, Զաքսում ես հարցրեցի Սեդա ազգանունդ կարող ես նույնը թողնես, ասեց չէ, ես ազգանունս փոխում եմ, որովհետեւ իմ երեխաները հետագայում ունենան, լինի նույն ազգանունով։ Դա իր խոսքերն էր։ Ամուսնացանք 82 թվականին, Սեդան Պոլիտեխնիկ ինստիտուտի այդ ժամանակ 5-րդ կուրսի ուսանողուհի էր, ունեցանք 2 տղաներ, Խաչիկը եւ Ֆրունզիկը, երկուսն էլ գերազանց սովորում էին տղաները, երջանիկ ընտանիք էինք, ծնողներս կային, եղբայրներս ամուսնացած ընտանիքներ ունեին, կնոջս ընտանիքը շատ լավ ընտանիք էր, շատ լավ մարդիկ էին եւ յուրախություն կնոջս մինչեւ այսօր եւ իր պապան եւ մաման եւ եղբայրը Սամվելը բոլորը կան, ունեն լավ ընտանիքներ, լավ երեխաներ եւ յուրախություն մեզ բոլորս այսօր համախմբված ենք։ Այստեղ նաեւ իմ գեղեցիկ թորնիկներն են, Ռոբերտիկը, իմ կոպի-փեստն է, Ռոբերտո Լախճանը, Նիկոն եւ Լեոն, խելացի շատ երեխաներ, շատ դաստիարակված, մեծանում են եւ երևի տղաներս շարունակեցին իմ գործը, երևի թորնիկներս կան մինչև մեծանան այս գործը շարունակեմ։ Նա կարող էր բավարարվել Գյումրու Պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոսի պաշտոնով, բայց որոշեց, որ գործունեության ավելի մեծ բնագավառ է պետք։ Երբ որ ես սկսեցի արդեն աշխատել Գյումրիում, սկսեցի հովանավորել Գյումրու ծանրամարտիկներին։ Այստեղ մի շատ հետաքրքիր բան կա, որը պատմական շատ թանկարժեք բան է սա, ուրեմն ես պատմեմ, ուղղակի կզարմանաք 1980 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ, երբ որ ես Հայաստանի օլիմպիական կոմիտեի կողմից դելեգացիայի մեջ էի Մոսկվայի օլիմպիական խաղերին, Յուրի Վարդանյանը սենսացիա արեց ամբողջ աշխարհի համար 5 համաշխարհային ռեկորդներ խփելով եւ առաջի անգամ պատմության ընթացքում, որ մինչեւ այսօր ոչ մի մարդ չի գերազանցել, երկամարտում ինքը 400 կիլոգրամ բարձրացրեց։ Ես առաջի օրվա պեչատը 1980 թվականի հուլիսի 26-ի խփեցի այստեղ, տվեցի Յուրիկին եւ ասի խնդրում եմ մի հատ նախքան մրցումը ստորագրի։ Եվ ինքը գիտեք ինձ ստորագրեց այստեղ, ստորագրեց, իր ստորագրությունն է ծանրամարտ եւ 400։ Այսինքն գրեց, որ ինքը փշակաղում եմ որ խոսում եմ։ Գրեց, որ ինքը 400 կիլոգրամ բարձրացնելու է երկամարտում։ Նախքան մրցումը, երբ որ ինքը բարձրացրեց 177.5 ռիվոկը եւ 222.5 տալճոկի եւ կլոր 400 եղավ, ուղղակի դուք իմ վիճակը չէիք պատկերացնում։ Այստեղ Թուրքիայում տպագրվող Մարմարա թերթն է, երբ որ մենք 1994 թվականի անկախ Հայաստանի Հանրապետության ծանրամարտի հավաքականը տարել ենք Ստամբուլ աշխարհի ծանրամարտի մրցումներին եւ առաջի անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ իմ սանիգը Սերգո Չախոյանը դարձավ աշխարհի չեմպիոն եւ առաջի անկախ Հայաստանի առաջի դրոշը բարձրացվեց Ստամբուլ։ Այս ուրեմն 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերի Սերգո Չախոյանի հուշամեդալն է, որ ինքը ինձ է նվիրել։ Այստեղ բազմաթիվ հուշամեդալներ, արդեն ես չգիտեմ, Գյումրու երախտավոր Տիտղոսին եմ արժանացել։ Այստեղ Արցախի մեդալը կա, որ Արցախի նախական է հանձնել ինձ Հայաստանի Հանրապետության ֆիդայիններ ռազմահայնական միության ոսկե խաչ մեդալը, շատ չեմ խոսել այդ մասին, բայց 90-ական թվականների սկզբին մի քանի անգամ Արցախ նվիրատվություններ եմ տարել, բանակին, կոմանդոսի հետ ենք հանդիպել, Գյումրու քաղաքապետարանի մեդալն է, որ հանձնել են։ Մի խոսքով, եթե կար մի բնագավառ, որին պետք էր ղեկավար, նա արդեն նախագահ էր, ընտրված նախագահ։
լեգիտիմ։ Գյումրիում ինձ ընդրեցին զարմանալի բաներ եմ ասում բոլորդ կձաղեք կանանց խոդի հոկեյի ֆեդերացիայի նախագահ ընդրեցին եւ ես կարողացա այդ խոդի հոկեյին նպաստել այնքանով որ Հայաստանի խոդի հոկեյի թիմը արդեն հավասար Հնդկաստանի, Ամերիկյան, Պակիստանի հավաքականների հետ մասնակցեց նաև մրցումների, որը բերել եմ ես ինքս այդ խոդի հոկեյի հավաքականը 1993 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1985 թվական խորհրդային իրականություն։ Քանի դեռ բոլորը մտածում էին ինչ անել, նա արդեն անում էր։ Կոոպերատիվ շարժում 85 թվականից սկսվեց եւ Հայաստանի առաջի կոոպերատիվը բացվեց Գյումրիում։ Եվ այդ կոոպերատիվ նախագահան ես էի։ Եվ բացվեց 85 թվականին առաջի սրճարանը, պատկերացրեք, բոլորը գիտեն այդ սրճարան ռեստորանի մասին։ Անուշ ռեստորան, Անուշ կաֆեն։ 85 թվական եմ ասում։ Հացաթխման տեղ էինք բացել, խոզապուծական ֆիրմա բացեցինք, որ մենք միայն մեր արտադրանքը ծախեինք։ Եվ այնտեղ զարմանալիորեն շատերն ասում են, այն մարդ դոցենտ մարդ, գիտնական մարդ, դասախոս, ո՞նց է կոոպերատիվ բացել դուք ոնց ռեստորան եք բացում ես էլ մարդկանց բացադրում էի որ եթե արդեն որոշում եք կայացվել ազատ ձեռներեցության փոխանակ ես կաշառք վերցնեմ ուսանողներից եւ դրանով ընտանիքս սպայեմ ավելի լավ է ես մարդկանց գիտելիք տամ ես ինքս զբաղվեմ բիզնեսով դա արտար մաքուր ճանապարհ է ծնված օրվանից հերս ինձ դաստիարակել է կյանքում երկու բան մենակ ականջներիդ օղ արա աշխատասիրություն եւ ազնվություն։ Եվ երբ որ տեղի ունեցավ Գյումրիում երկրաշարժը, այդ ռեստորանը ամիսներով ես կերակուրեմ տվել մեծահասակներին, միայնակ մեծահասակներին, կազմակերպել եմ 50 ծնողազուրկ երեխաների կնունկը, քավորն եմ եղել եւ այդ ժամանակ նաեւ հրատարակեցինք գործ թերթը, այդ ժամանակ Քաղաքականություն։ Այդ ժամանակ էր որ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ ինձ ընտրեցին սկզբից շրջանային խորհրդի падգամավոր, քաղաքային խորհրդի падգամավոր, բայց ցավոք սրտի երկու անգամ 90 թվականին եւ 95 թվականին գրանցվել եմ եւ ուզեցել եմ դառնալ սկզբից Գերագույն սովետի դեպուտատ, ավելի շատ ժողովուրդն էր ասում որ պետք է դու լինես դեպուտատ։ Նա հաղթեց ընտրություններում, բայց կյանքը որոշեց, որ դա շատ պարզ է ու դյուրին։ Եթե դու ՀՇ-ի չես, եթե դու Հանրապետություն բլոկի չես, նշանակում է կոպիտ ասած դու մերը չես։ Նույնիսկ ընդրեցին ինձ շրջանային խորհրդի Մոսկովյան Գորսկոմի նախագահի առաջի տեղակալ, հետո ես դարձա Գորսկոմի նախագահի պաշտոնակատարը, բայց որբիսի մեր սիրելի ՀՇ-ն ինձնից ազատվեր, շրջանները փակեցին։ Եվ ես ամեն ինչը հավաքվեց այնքան, որ այլևս ճիշտ ասած հնարավոր չէր այդ ղեկավարության հետ մնալ, աշխատելը։ Եվ պատմությունը դարձավ ավելի հետաքրքիր։ Լոս Անջելես, մի քաղաք, որտեղ բոլորը գալիս են իրենց երազի ետևից, բայց ոչ բոլորն են բերում իրենց իրական պատմությունը։ Երբ որ ես եկա մշտական բնակության Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ քանի որ եղբայրս արդեն այստեղ ստեղծել էր առաջի ռուսական հեռուստաընկերությունը Օրբիտան, իսկ 91 թվականին ստեղծեց Ֆրունզիկը առաջի ռադիոն Լոս Անջելեսում։ Նա չեկավ սկսելու զրոյից, նա եկավ շարունակելու մի բան, որը պետք է մեծանար։ Այսինքն այնքան էր ծանրաբեռնում է Ֆրունզը, որ երբ որ 95 թվականին մենք եկանք Միացյալ Նահանգներ, ես ուրիշ ճանապարհ չունեի։ Պետք է միասին շարունակեինք գործը, աշխարհի շուրջ ամսագիրը վերցրեցի։ Ես առանձին սկսեցի որպես գլխավոր Աշխարհի շուրջ հայալեզու ամսագիր, 15 տարի, 180 լույս տեսած համար։ Ոմանք մի քանի հոդված են գրում ու հոգնում։ Նա 180 անգամ ապացուցեց, որ կարող է շարունակել։ Եվ բացի դրանից ռադիոն երկար տարիներ հրապարակում էր, ռադիոն մարդկանց տներում էր, դա փրկությունն էր մարդկանց։ Հետո հեռուստատեսային եթերն էլ դարձավ հայերեն։
ծնվեց ARTN-ը։ Երևի հաջողված հեռուստաընկերություն ստացվեց, ARTN-ը, այսօր ARTN-ը Armenian Radio Television Network է, 2010 թվականում Հայաստանում ճանաչվեց Սփյուռքի լավագույն հեռուստաընկերությունը, Վարամ Հաջյանն է գրել հոդվածը մեր այդ բանաստեղծը, ստացանք մրցանակը, որը մենք ստացանք 2010 թվականի հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտում, շատ հետաքրքիր օր էր, 10-10-10 2010 թվականի հոկտեմբերի 10-ին էր, երբ որ տվեցին այդ մրցանակը ինձ, սկսեցին գեղարվեստական ֆիլմեր նկարել, բազմաթիվ սերիալներ են նկարվել, այսօր որ մեկը ինձ հարցնի թե քանի էպիզոդ սերիալ նկարել, ես թիվը չգիտեմ, որովհետև հազարներ է, 4000, 5000, 2019 թվականին Սարգսյան եղբայրների հետ ստեղծեցինք Նոր Հայաստան հեռուստաընկերությունը, որը Հայաստանի առաջնակարգ թափ 3 հեռուստաընկերություններից մեկն է, նաև մենք ստեղծեցինք միասին Ar-Music Radio-ն, իսկ ի ուրախություն մեր հայ ազգի մենք ստեղծեցինք նաև Ar-Flix-ը։ Սա մի հատ միջոց է, որ համախմբում է միլիոնավոր հայերի ամբողջ աշխարհում։ Եվ որբիսի մոտավորապես պատկերացում կազմեք Հայաստանում եւ այստեղ մոտավորապես ամսական 400-ից 450 ընտանիքներ Ar-Flix, ARTN, Ar-Music Radio, Նոր Հայաստան ընկերությունների միջոցով ընտանիք են պահում, աշխատավարձ են ստանում եւ դա էլ մեր ներդրումն է հայ ազգի համար։ Ամենասիրածս ֆիլմը եթե ես կերգին պարեմ եւ բնականաբար այստեղ պետք է նաեւ տեղ ունենար համերգային ծրագրեր։ Մենակ մի թիվ ասեմ եւ դրանով կամփոփվի ամեն ինչը։ 46 տարվա ընթացքում 333 խոշոր մշակութային միջոցառում։ Nokia, Kodak, Gibson, Shrine Auditorium, թատրոն, բալետ, երաժշտություն, Ազնավուր, Պուգաչովա, Կաբզոն, ռուսական մեծ թատրոն, Սանկտ Պետերբուրգի բալետ, Ռամիշվիլի Սուխիշվիլի պարային անսամբլ, Սանրեմո ֆեստիվալ, Պեսնյա Գոդա 96, Ստարի Պեսնի Անովը, KVN Նոր հայեր, Հայաստանի Հանրապետության բոլոր թատերական խմբերը, Սայատնովա անսամբլ, Մերան Գուլյան անսամբլ, Պատրիսե Կաս, Իգոր Կրուտոյ, Վալերի Լեոնտьев, Ֆիլիպ Կիրկորով, Նիկոլայ Բասկով, Իրինա Ալեգրովա, Արթուր Մեսչյան, Ռուբեն Մաթևոսյան, Հոբելյանական երեկոներ Ֆրունզիկ Մկրչյանի, Խորեն Աբրահամյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Իգոր Կրուտոյի, Արթուր Մեսչյանի եւ այլ մեծերի մեծարումներով։ Այսինքն ես միշտ սիրել եմ աշխատելը եւ կյանքում ես մարդուն ասում եմ, երբ որ ասում են քո աշխատանքային կենսագրությունը քանի տարվա ես, ասում եմ 0, ասում եմ ոնց 0, ասում եմ եթե մարդը իր սիրած գործն է անում, եթե դու սիրում ես քո գործը, նշանակում է դու չես աշխատում, դու հաճույք ես առնում։ Դրա համար ասում եմ 0 եմ, աշխատանքային ստաժը 0 է, որովհետև ես ինչ գործի աշխատել եմ, սիրել եմ որ աշխատել, չսիրելով ես գործ չեմ կարող անել։ Եվ քանի շնչում ես, քանի ապրում ես, դեռ պետք է աշխատես, օգտակար լինես քո հարազատներին, քո ընտանիքին, քո թորնիկներին, քո շրջապատին, քո աշխատանքային ընկերներին, քո ոչ աշխատանքային ընկերներին, քո ոչ ծանոթ հայրենագիստներին, որ ես ունեմ այսօրվա վիճակով Գյումրիում։ Հեռուստամարաթոններ, հեռուստատեսությունը սկսեց փոխել կյանքեր։ 132 ընտանիք տնակներից տեղափոխվեց հարմարավետ բնակարաններ։ Լոս Անջելեսում հաստատված ARTN հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն ծագումով Գյումրիից Ռոբերտ Օղլախչյանի համար Գյումրիում անօթևան մնացածներին բնակարանների հետ մեկտեղ բարեկեցիկ կենցաղային պայմաններով ապահովել է կյանքի առաջնային նպատակ է եւ առաքելություն։ Ու այսպես մեկիկ բարձր ծափահարությունների ներքո գյումրեցիներն 88-ի երկրաշարժից հետո անմարդկային տնակային պայմաններին հրաժեշտ են տալիս ու ընդունում բարերար գյումրեցու առատաձեռնության դրսևորումը, որին մասնակից է դարձել նաեւ Հայաստանի համահայկական հիմնադրամը։ Սա օրինակելի է, որ մենք կարողանանք շարունակականություն դարձնենք։ Գիտեք, չէ՞ որ նախագծի հեղինակը ձեր հայրենակից, ձեր հողի ջրի մարդ Ռոբերտ Օղլախչյանն է գյումրեցի։ Հա, այո, Ռոբերտ Օղլախչյանն է։ Բայց ինքը ստեղ չի բռնում։ Ինքը ստեղ է։ Ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, բայց այսօր ստեղ է բացում։ Բայց քիչ է սիրել տային ասելին։ Հիմա ներքևն է։
ջերմ հանդիպում, սիրելի դերասաններ ու հաղորդավարներ, նոր բնակարան ու ժպիտներ։ Մնում է միայն բաժակները բարձրացնել, քաջառողջություն մաղթել միմյանց ու ընթանալ առաջ, նոր մարդկանց երջանկացնելու եւ տնական պայմաններին Գյումրիում վերջ տալու հույսով։ Մենք այնքան ուրախ ենք, որ դուք ուրախ եք, որ դուք երջանիկ եք։ Որ էլիսպես նման տներ պատրաստեք։ Ահա, որ տնագի մեջ էլ Գյումրիում մարդ չմնա։ Չմնա։ Սա բիզնես չէր, սա հոգու պարտքն էր։ Չգիտեմ, ճիշտ ասած, ես չեմ ուզում որևէ անուն տալ, որովհետև եթե անուն տամ կարող եմ մենակ 20 րոպե այս անուններ թվարկեմ, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք իմ կողքը կանգնած են եղել, նպաստել են իմ կայացմանը դպրոցական տարիքից, կան այդպիսի մարդիկ, մինչև այսօր բոլորիդ նորից խորին շնորհակալություն։ Ես ուզում եմ, որ բոլորը ուրախանան իմ ուրախություններով եւ ես ուրախանամ բոլոր իմ շրջապատի ուրախություններով։ Եկեք իրար սիրենք, իրար հարգենք եւ կարողանանք իրար հետ վայելենք Աստծո կողմից տված այս կարճ կյանքը, այնքան կարճ կյանք է ժողովուրդ։ Ես չհասկացա այսօր ոնց դառա 70 տարեկան, բայց հələ ինձնից չեք բերձե ժողովուրդ։ Ուրեմն այսօր, հենց այսօր պատմությամբ հաստատված մի եղելություն։ Ասա, մենակ ասա, հա, մի րոպե, Ռոնջան։ Ռոբերտ Օղլախչյանի 70-ամյա հոբելյանը։